Քաղաքականությունը շատ դեպքերում կախվածության մեջ գցելու հատկություն ունի։ Ինչն են կարևորել որպես տեխնացու ձեր մեջ։ Քաղաքական գործընթացներին պիտի ես ինքս մասնակցություն ունենամ եւ ինքս լինեմ որոշում կայացնողի դերում։ Արդյոք ձեր մոտ էլ կան տղամարդկային եւ կանացի, այսպես ասած, բաժիններ։ Կան հատուկ ոլորտներ, հատուկ մասնագիտություններ, որոնցով կանայք պիտի զբաղվեն եւ հատուկ մասնագիտություններ ու ոլորտներ, որոնցով պիտի զբաղվեն տղամարդիկ։ Ինչպես է տեղի ունենում, հաջորդ օրը առավոտյան արթնանում են ու իմանում են, որ Հասմիկը падգամավորության տեխնացու է։ Տարբեր շրջանակներում ասում, որ իրենց տանը մեծացած երեխան է, որը հիմա շատ ավելի բարձունքների է փորձում հասնել։ Շատ խրախուսվում էին եւ պահանջված էր սոլիդարության թեման։ Կասեմ, որ ես եւս թիրախավորվել եմ եւ որպես կին, քաղաքական նորեկ գործիչ եւ նաեւ որպես երիտասարդ կադր։ Ցայք հեռուստաընկերության եթերում բաց տեքստով հաղորդաշարն է։ Ծրագրի նպատակն է բարձրացնել համայնքային քաղաքական կին գործիչների տեսանելիությունը եւ նպաստել վերջիններիս գործունեության հանրային լուսաբանմանը։ Այսօրվա մեր հյուրն է Ախուրյան համայնքի ղեկավարի խորհրդական Հասմիկ Նավոյանը։ Բարև ձեզ, Հասմիկ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Հասմիկ, ուզում եմ մեր պատմությունը սկսենք նախապատմությունից եւ փորձենք վերհիշել, թե որ կետից եւ որ ճակատագրական պահից դուք սկսեցիք մտածել քաղաքականության մասին եւ ինչպիսի տեսք ուներ այդ ամբողջը սկզբնական փուլում եւ այդ ամբողջ ճանապարհի նկարագրությունը փորձենք վերականգնել թվերով եւ փաստերով։ Շատ լավ, Լիլիթ ջան։ Նախ նշեմ, որ ես մասնագիտությամբ քաղաքագետ եմ ու ուսանողության տարիներին, երբ որ ես ընդհանուր ուսումնասիրում էի միջազգային, համաշխարհային եւ ներքաղաքական հայաստանյան քաղաքական process-ները, վերլուծում դրանք, կանխատեսումներ անում, արդեն այդ ամեն ինչը ինձ մոտեցրեց մի փուլի, երբ որոշեցի, որ քաղաքական գործընթացներին պիտի ես ինքս մասնակցություն ունենամ եւ ինքս լինեմ որոշում կայացնողի դերում։ Այսինքն սկզբնական շրջանում կրթությունն էր նպաստողը եւ մասնագիտության ընդունությունը։ Հա, կարծես թե հենց կրթությանս տրամաբանական շարունակությունը եղավ դեպի մուտք քաղաքականություն։ Այսպես ավելի լուրջ քաղաքական գործունեություն սկսվեց 21 թվականին, երբ ընդգրկվեցի Ախուրյան համայնքի ավականու համամասնական ցուցակում, իսկ պատասխանատվությունը ավելի մեծացավ, երբ ես լինելու էի համամասնական ցուցակի առաջին կին տեխնացուն, այսպես ասած առաջին քայլերը քաղաքականության մեջ, իսկ դրանից հետո սկսեցի աշխատել պետական ոլորտում, ընդգրկվեցի հետո արդեն համայնքային տիմ ոլորտում սկսեցի որպես արդեն համայնքի ղեկավարի օգնական, այնուհետև նաև համայնքի ղեկավարի խորհրդական ու մինչև օրս շարունակում եմ պաշտոնավարել, իսկ արդեն 2026 թվականին առաջադրվեցի որպես ազգային ժողովի պատգամավորի տեխնացու։ Հասմիկ, ինձ հետաքրքրում է մի հարց, ինչպես տեղի ունեցավ այդ քաղաքական առաջարկը, բայց ավելի կարևոր է նաև հասկանալ, թե ինչու տեղի ունեցավ այդ քաղաքական առաջարկը։ Հետաքրքիր է այն տեսանկյունից, թե քաղաքական առաջարկը իրականացնող անձինք ինչն են կարևորել որպես տեխնացու ձեր մեջ, դա արդյոք բացառապես պայմանավորված էր կին լինելու հանգամանքով, թե ավելի խորն էր ուսումնասիրվել կենսագրական որոշակի առանձնահատկություններ։ Տեսեք Լիլիթ ջան, քանի որ 2021 թվականին, երբ նոր էր տեղի ունեցել Ախուրյան համայնքի խոշորացումը եւ համամասնական ընտրությունները որպես այդպիսին առաջին անգամ էին լինելու, ես ինձ երևի առաջին փաստը, որ պիտի նշեմ, թե ինչու ընդգրկվեցի ու ինչու եղա հենց երրորդ համարը, առաջին կին տեխնացուն ցուցակի, այսպես ասած Երևանյան կրթություն ստացած եւ արդեն հայժենի մարզ վերադարձած որպես այդպիսին, ով ուներ լավ կրթություն, ով ուներ լավ ապագա, ինչու նաեւ լավ հնարավորություններ եւ գտամ, որ ես արժանի տեխնացուն եմ, ով պիտի լինի ցուցակում։
Շատ բարի։ Փաստորեն քվոտավորման վերաբերյալ մենք ունենք շատ տարբեր հայացքներ, սկսած քվոտավորման նեղ բացասական երանգավորումից, որ յուրաքանչյուր երրորդ համարը պիտի կին լինի, չնայած դա դրա մասին չէր, բայց ամեն դեպքում մենք ունենք նաև քվոտավորման դրական կողմերը։ Իրականում դուք ինչպես եք վերաբերվում, երբ որ կան որոշակի մեխանիզմներ, որոնք ստեղծում են հնարավորություն կամ միգուցե այդ հնարավորության տակ շատերը կտեսնեն նաև պարտադրանք, որպեսզի կանայք ներգրավեն որոշակի գործընթացներում։ Շատ դեպքերում նամանավանդ գյուղական համայնքներում շատ դժվար է կանանց ներգրավել քաղաքական գործընթացներում ու քվոտավորումը միայն օգնում է, որպեսզի կանայք լինեն X կամ Y համամասնական ցուցակներում, իսկ աշխատանքի բերումով, երբ որ նայում ենք ավելի խորքային, մենք տեսնենք, որ հիմնականում եւ համայնքներում եւ այլ տեղերում պետական այլ պաշտոններում հիմնականում զբաղեցնում են տղամարդիկ ու կանայք շատ ավելի այսպես ասած աշխատանք իրականացնող տեղերում են, իսկ ղեկավար պաշտոններում հիմնականում տղամարդիկ են ու պիտի նաև քվոտավորում լինի աշխատանքի բաշխման մեջ, կարծում եմ, որ պիտի կազմակերպվի ու հատուկ օրենքներ մշակվի, որ համայնքներում եւս բարձրաստիճան պաշտոններում ներգրաված լինեն կանայք, որովհետև կանայք կարող ուժեն, կանայք կարող են որոշում կայացնել եւ կանայք պիտի լինեն այդ պաշտոններում։ Դուք մի փոքր կանխատեսեցիք իմ հաջորդ հարցը եւ այո, ինձ բավականին հետաքրքիր էր կոնկրետ Ախուրյան համայնքում աշխատակազմում ներգրավվածությունը կանանց թվային տոկոսը եւ առավել եւս ուզում էի հասկանալ, թե արդյոք ձեր մոտ էլ կան տղամարդկային եւ կանացի, այսպես ասած, բաժիններ, որտեղ սովորաբար լինում են կամ տղամարդիկ կամ կանայք եւ ինչպիսի տոկոսայնություն են ներկայացնում կանայք աշխատակազմում։ Ինչպես գիտենք, ավանդաբար կան հատուկ ոլորտներ, հատուկ մասնագիտություններ, որոնցով կանայք պիտի զբաղվեն եւ հատուկ մասնագիտություններ ու ոլորտներ, որոնցով պիտի զբաղվեն տղամարդիկ, բարեբախտաբար պիտի նշենք, որ վերջին տարիներին բավականին փոփոխություն է եղել եւ թիմ համակարգում եւ պետական բարձր պաշտոններում կտեսնենք նաեւ կանայք, որոնք շատ ավելի բարձր մակարդակով, շատ ավելի ճիշտ իրականացնում են իրենց վրա դրված պատասխանատվությունը, պիտի նշեմ, որ նաև գիտեք կանայք հարության շրջանում ավելի հեշտ են վստահություն ձեռք բերում։ Դա երևի գալիս է իրենց կենցաղավարությունից, իրենց կրթությունից, եւ պիտի նշեմ, որ համայնքներում հիմա կոնկրետ Ախուրյան համայնքում կանայք շատ են թվականակով, տոկոսով շատ են, բայց ցավոք սրտի պիտի նշեմ, որ ղեկավար պաշտոններում կանայք քիչ են ներգրավված։ Շատ բարի։ Հասմիկ, իրականում ուզում եմ մի փոքր նորից վերադառնանք կրթության թեմային, քանի որ դուք ունեք իրավագիտության եւ քաղաքագիտության մեջ ձեր կրթական մասնագիտական կողմնորոշումը։ Ինձ հետաքրքիր է այն ամեն ինչ տեսականորեն մենք ստանում ենք բուհերում, բարձրագույն կրթական ուսումնական հաստատություններում եւ այն ամենը, ինչը մեզ հնարավորություն է տալիս տարբեր կրթական հնարավորությունների սահմաններում ձեռք բերել, տեսական առումով։ Ինչքանով հնարավոր է ադապտացնել արդեն տեղում համայնքներում, ինչպիսին է այն կերպարը, որը դասականից արդյոք տարբեր է, դասականին նման է քաղաքական գործչի կերպարը, որ ուսումնասիրում է դասագրքերում կամ լեկցիաներում, եւ ինչ իրականություն ունենք մենք գոնե առնվազն համայնքներում քաղաքականության մեջ։ Տեսեք Լիլիթ ջան, քանի որ կրթությունը ես կմեկնաբանեմ, որ դա ավելի շատ ստատուս է, առաջ մղելու հնարավորություն, բայց քաղաքական գործունեությունը շարունակելու համար շատ ավելի պետք են մարդկային բնավորության գծեր կամ կամառություն, քաղաքական տոկունություն, հմտություններ, քանի որ քաղաքական process-ներում նամանավանդ երբ որ դու կին ես, շատ ավելի բարդ է, որովհետև խոչընդոտները, թիրախավորումները շատ են ու պիտի դու ունենաս համառություն, նաև կայունություն, որպեսզի կարողանաս դիմակայել տարբեր մարտահրավերներին եւ կարողանաս առաջ շարժվել։ Իսկ քաղաքական process-ներում պիտի ասեմ, որ քաղաքականությունը շատ դեպքերում կախվածության մեջ գցելու հատկություն ունի, որովհետև անդադար նա եւ տալիս է մարտահրավերներ եւ հնարավորություններ, ու դու պիտի ունենաս կամքը, համառությունը, որ կարողանաս դիմակայել մարտահրավերներին եւ հասնես քո հնարավորությունները վերցնելու փուլին։ Իսկ դա շատ երկար, բարդ, խոչընդոտներով լի ճանապարհ է։
Եթե չեմ սխալվում, ավելի քան 5 տարի ֆորմալ առումով պաշտոնապես դուք գտնվում եք քաղաքականության մեջ եւ քանի որ խոսեցիք նաեւ թիրախավորման մասին, մի փոքր բացենք փակագծերը եւ հասկանանք թե ինչ է նշանակում լինել կին քաղաքական գործիչ համայնքում, որտեղ որոշակի չափորոշիչներ, սահմաններ եւ ինչ որ սանդղակներ գոյություն ունեն տարբեր մասնագիտությունների ու տարբեր գործունեությունների համար, այդ թվում եւ հատկապես քաղաքական գործիչների դեպքում։ Ինչպես տեղի ունեցավ այդ անցումը եւ կոնկրետ դուք որպես քաղաքական գործիչ զգացել եք ձեզ վրա կոնկրետ թիրախավորում կամ շեշտադրում ելնելով ձեր տարիքից կամ սեռից։ Կլինեմ անկեղծ ու կասեմ, որ ես եւս թիրախավորվել եմ եւ որպես կին քաղաքական նորեկ գործիչ եւ նաեւ որպես երիտասարդ կադր, ով իր առաջին քայլերն է անում, սակայն գիտենք, որ փորձառությունը ձեռք ենք բերում ժամանակի ընթացքում եւ միայն աշխատանքի շնորհիվ, իսկ վերաբերմունքը եւ թիրախավորումը մարդը կարող է փոփոխել միայն աշխատանքի շնորհիվ։ Երբ դու աշխատում ես, ցույց ես տալիս, որ դու կարող ես խնդիրները բարձրաձայնել ու տալ այդ խնդիրներին լուծումներ, մարդկանց վերաբերմունքը ինստինկտիվ փոխվում է քո անձի հանդեպ ու քեզ դիտարկում են ոչ թե նորեկ քաղաքական դերակատար, այլ քեզ լիովին ընդունում են քաղաքական գործիչ, ով կարող է որոշում կայացնել, ղեկավարել թիմ, լինել մասնակիցը եւ լուծել բոլոր խնդիրները, որոնք որ բարձրաձայնվում են հանրության շրջանակում։ Խոսեցինք թիրախավորումից, մի փոքր նաև ուզում եմ խոսել մարտահրավերներից։ Իրականում այո, հնարավորությունների մասով կամ որոշակի հստակ հնարավորություններ, որոնցից բավականին փորձում են օգտվել կանայք, այնքանով որքանով դա ստացվում է կամ հաջողվում է տարբեր համայնքներում բնականաբար տարբեր է, բայց նաև մարտահրավերների մասով, որոնք են այն կարևոր մի քանի մարտահրավերները, որոնք սովորաբար միջին վիճակագրական կին քաղաքական գործիչը համայնքային մակարդակում կարող է առնչվել։ Հիմնական թիրախավորումը կարծես թե հենց ձեռի վրա է դրվում, որովհետև գյուղական համայնքներում ու Շիրակի մարզում շատ ավելի բարդ է, երբ որ դու քաղաքական պատասխանատվություն ես վերցնում քեզ վրա, ուզում ես շարունակել մի ուղով, որտեղ որ փորձը քիչ է, կանանց ներգրավվածությունը քիչ է, իսկ դու փորձելու ես կարծրատիպեր կոտրել, սակայն նախորդիվ եւս ասեցի, որ այդ ամենը միայն կարող ենք կատարել մեր աշխատանքի շնորհիվ, որովհետև երբ մարդը տեսնում է, որ դու կարողանում ես ճիշտ աշխատել, կարողանում ես պատասխանատվություն վերցնել ու այդ պատասխանատվությունը մեծ պատվով ես կարողանում կատարել, քեզ դիտարկում են արդեն որպես քաղաքական ղեկավար, քաղաքական գործիչ։ Եթե մենք փորձենք համեմատել ձեզ եւ ձեր տղամարդ գործընկերներին, բնակիչների հետ հաղորդակցումը արդյոք ինչ որ առանձնահատուկ բնույթ է կրում, երբ որ դու կին ես կամ տղամարդ ես տվյալ ոլորտում, ովքեր են սովորաբար ու ինչպիսի հարցերի շրջանակներում միգուցե կա ինչ որ մի առանձնահատկություն, որով կարող ենք փորձել առանձնացնել այս տիրույթը եւ փորձել հասկանալ թե ինչ որ կոնկրետ խումբ հարցերով կանանց են դիմում կամ տղամարդկանց կամ միգուցե պարզապես հենց կին լինելու հանգամանքը կարող է խոչընդոտ կամ հնարավորություն հանդիսանալ քաղաքացիների հետ շփման։ Պիտի նշեմ, որ հստակ խումբ կա, ովքեր որ օրինակ եթե երեխաներին է վերաբերվում կամ ինչ որ ընտանիքի հետ կապված խնդիրներ է, իրավական խնդիրներ է, հիմնականում դիմում են կանանց, որովհետև մտածում են կանայք, որ իրենց կանայք ավելի շատ կհասկանան, երևի սեռով պայմանավորված արդեն, իսկ շատ ավելի գյուղատնտեսական, ինչ որ ավելի առօրյական խնդիրների հետ կապված հարցերով դիմում են տղամարդկանց, մտածելով, որ այդ հարցերի լուծումները շատ ավելի հեշտ կգտնեն տղամարդիկ։ Հետաքրքիր է նաև կոնկրետ ձեր համայնքում ինչքանով է զուտ կենցաղային մակարդակում, ասենք օրինակ հարևանների, նեղ միջավայրի մակարդակում, ինչպես է տեղի ունենում, հաջորդ օրը առավոտյան արթնանում են ու իմանում են, որ Հասմիկը պատգամավորության թեկնածու է։ Ինչ տեղի ունեցավ ձեր նեղ առօրյայում եւ ձեր այդ ամբողջ նեղ միջավայրում, ինչպիսին էին արձագանքները։ Տեսեք Լիլիթ ջան, գյուղական համայնքներում մի քիչ դա շատ ավելի դրական է ընկալվում, քան այլ միջավայրերում։ Իրենք շատ ավելի դրական,
այսպես ասած հպարտությամբ են նշում այդ փաստը, տարբեր շրջանակներում ասում, որ իրենց տանը մեծացած երեխան է, որը հիմա շատ ավելի բարձունքների է փորձում հասնել կամ ինչ-որ հաջողություններ է ունենում, շատ դրական են արձագանքում ու դա եւս պարտավորեցնող է, պարտավորեցնող է նաև որ պիտի իրենց սպասումները արտարացնես ինչ-որ տեղ, որովհետև մտածում են, որ ինչ-որ հարցով, խնդրով եթե դիմում են, ուրեմն դա պիտի պարտադիր լուծում ստանա։ Վերջին շրջանում հատկապես հաշվի առնելով ընտրական որոշակի գործընթացների տարբեր փուլերը, շատ խոսվեց ատելության խոսքի, որոշակի թիրախավորման սոցիալական ցանցերում, մեդիայում տարբեր թիրախավորումների մասին եւ նաեւ կոնկրետ շատ խրախուսվում էին եւ պահանջված էր սոլիդարության թեման, ինչպիսին է կանացի սոլիդարությունը կամ միգուցե քաղաքական գործիչների սոլիդարությունը միմյանց նկատմամբ փոքր համայնքներում անկախ սեռից արդեն։ Փոքր համայնքներում կին քաղաքական գործիչները շատ ավելի քիչ են ներկայացված ու պատասխանատվությունը շատ ավելի շատ է, քանի որ դու ինքդ պիտի օրինակ ծառայես մյուսներին, պիտի խթանես, որ դու կարող ուժես, դու եւս ունես հնարավորություններ, դու եւս կարող ես ներգրավել, դու եւս կարող ես որոշում կայացնել։ Կանացի սոլիդարության հետ կապված պիտի նշեմ, որ ցավոք սրտի դեռևս Հայաստանում չունենք այնպիսի մթնոլորտ, որ կինը կնոջը աջակցի, շատ դեպքերում դա խոչընդոտ է հանդիսանում, որովհետև դիմացինի հաջողությունը թիրախավորվում է, պիտակավորվում եւ ասոցացում է շատ դեպքերում ինչ որ քաղաքական հենարանի կամ ինչ որ հովանավորչության հետ, որը կարող է ցավեցնել տվյալ անձին ու մոտիվացիան կորցնել ու չշարունակել այլևս քաղաքականությունում ու սկզբում եւս նշեցի, որ պիտի ունենաս համառություն, քաղաքական կամք դիմակայելու մարտահրավերների եւ առաջ շարժվելու, որովհետեւ կատարած աշխատանքը դրա վառ օրինակն է լինելու։ Շատ բարի, շատ հարցազրույցների ժամանակ, երբ որ վերլուծաբաններին ենք լսում կամ ոլորտի մասնագետներին, վերջիններիս մոտ զգացվում է մի հետաքրքիր նախադասություն, կանանց անփորձությունը տեղափոխվում է ավելի շատ կրթության պակասի, տեղեկատվության պակասի դաշտ եւ ավելի շատ հիմնավորվում է, որ կանայք հավելյալ կրթության կարիք ունեն շատ ավելի շատ, քան օրինակ տղամարդ քաղաքական գործիչները։ Ինչքանով եք համամիտ այս կարծիքի հետ եւ արդյոք իրականում եթե կա կարիքը հավելյալ կրթության, այդ կրթությունը ինչպիսի տեսք պիտի ունենա, կոնկրետ ինչպիսի բաղադրիչների վրա պիտի ուշադրություն դարձնենք։ Ըստ վիճակագրության պիտի նշենք, որ բուն տոնվողների եւ լավ սովորողների հիմնական տոկոսը կազմում են հենց կանայք ու այստեղ ոչ թե պիտի շեշտը դնենք, որ ունեն հավելյալ կրթության պակաս, այլ փորձառության պակաս, որովհետև ժամանակի ընթացքում, երբ որ կանայք շատ ավելի ներգրավեն քաղաքականության մեջ, փորձառություն ունենան ու նաև օրինակ, այդ տվյալ դեպքում ոչ թե պիտի հավելյալ կրթության պակասի վրա շեշտը դնենք, այլ հենց փորձառության պակասի, որն էլ վստահ եմ, որ ժամանակի ընթացքում լրացվելու է։ Շատ լավ։ Հասմիկ, անդրադառնանք նաև այն կերպարին, եթե կարելի է դա իդեալական կերպարի մասին խոսել կամ այն կերպարը, որը կարող է օրինակելի լինել, բայց լինել ոչ թե համաշխարհային մակարդակում, այլ հենց կոնկրետ ադապտացված մեր իրականությանը ու մեր համայնքներում։ Դուք ինչպես եք տեսնում կին քաղաքական գործի այն հիմնական մի քանի հատկանիշները, որոնք պարտադիր են, որպեսզի դու կարողանաս համայնքում արդյունավետ աշխատանք ծավալես։ Թույլ տվեք ոչ միայն համայնքում նշել, այլ համընդհանուր, որովհետև եթե դու քաղաքականության մեջ ես, պիտի ունենաս հատուկ բնավորություն, բնորոշ գծեր, որոնք քեզ առաջ կմղեն, կարողանաս պայքարել եւ օգտվել այն բոլոր հնարավորություններից, որոնք քեզ ընձեռվելու են ժամանակի ընթացքում։ Պիտի նշեմ, որ կին քաղաքական գործիչը պիտի լինի շատ ավելի համառ, պիտի լինի շատ ավելի ինքնավստահ, որովհետև բոլոր թիրախավորումները, խոչընդոտները կարող են եւ որպես մարդ, եւ որպես քաղաքական գործիչ քեզ կոտրել, բայց դու պիտի ունենաս բավարար չափով պրոֆեսիոնալիզմ, աշխատելու ցանկություն, պայքարես եւ կարողանաս ապացուցել, որ դու որպես կին եւ որպես քաղաքական գործիչ կարող ուժես։ Մոտավորապես գրեթե 5 տարվա ձեր քաղաքական գործունեությունից ելնելով, ուզում եմ հասկանալ, եղել է ինչ-որ մի պահ, երբ որ դուք մտածել եք, որ
պետք չէր մտնել քաղաքականություն, եթե այո, ապա ինչպես եք արձագանքել կամ ինչպես եք դուրս եկել այդ ճգնաժամից, կամ միգուցե ինչպիսի հեռանկար եք տեսնում եւս մի 5 տարի անց։ Նայեք, քանի որ քաղաքական process-ները միշտ շատ ռիթմիկ են, շատ արագ փոփոխվող են, պիտի կարողանաս այդ ամեն ինչը արագ վերցնես, դրանք հասկանաս, վերլուծես ու անցնես առաջ։ Իհարկե հիասթափություններ եւս լինում են, բայց ես հիմա այսօր վստահ կասեմ, որ ես կարողանում եմ հաղթահարել բոլոր մարտահրավերները, քանի որ ես ունեմ նպատակներ, ունեմ քաղաքական համառություն կամք, որոնք ինձ մղում են առաջ շարժվել ու վստահ կնշեմ, որ ես մեր համայնքում կայացած քաղաքական գործիչ եմ, ումից կարելի է նաև օրինակներ վերցնել, որպես երիտասարդների համար լավ օրինակ, մղվել առաջ, շարժվել առաջ, գնալ երազանքների եւ նպատակների հետևից։ Շնորհակալություն Հասմիկ հետաքրքիր զրույցի համար, ձեր գործունեության ընթացքում ձեզ բացառապես հաջողություններ ենք մաղթում։ Մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ բաց տեքստով հեռուստածրագիրը իրականացվում է Նոր ժողովրդավարության հիմնադրամի աջակցությամբ։ Հաջողություն։